Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ներկայացնել այն ժամերը, որի ժամանակ չի կարելի ոչինչ անել։ Հունվարի 12-ից մինչև 18 ընկած ժամանակահատվածի համար։ Այն ժամերին չի կարելի ոչ մի կարևոր գործեր անել, քանի որ մոլորակների դիրքը բացասաբար կարող է անդրադառնալ ձեր սկսած գործերի վրա։ Ժամերը կնշեմ Հայաստանի համար, եթե մարդիկ կլինեն, ում կհետաքրքրի հստակ ժամ այն երկրում, որտեղ որ նա բնակվում է, ապա այդ հարցերին կպատասխանի admin-ը, կարող եք գրել։ Հեռախոսահամարը կլինի մեկնաբանության բաժնում։ Բայց եթե նշեք հստակ օր եւ երկիր եւ իհարկե պետք է լինի նշածս գործերը, որոնք որ իհարկե չի թույլատրվում անել։ Եվ այսպես ինչ չի կարելի անել նշածս ժամերին։ Այդ ժամերին չի թույլատրվում ձեռնարկել ոչ մի կարևոր բաներ, ինչպիսին են ամուսնական ծեսերը, գույք գնելը, բնակարանամուտը, ծեսերը, ներդրումները, նոր բիզնես սկսելը եւ այլ կարևոր գործողություններ, քանի որ դրանք կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Խուսափեք նոր գործ սկսելուց, հնարավոր է, որ հանդիպեք չնախատեսված խոչընդոտների, որոնք նախկինում չէիք սպասում։ Խուսափեք ճանապարհորդություններից, խուսափեք երկար ճանապարհներից, նաև չի կարելի այդ ժամերին գնալ գործնական կամ աշխատանքային ճանապարհ, կամ նաև ճամփորդության։ Խուսափեք կրոնական արարողություններից, կնունք եւ այլն, ամուսնություն, նշանադրություն։ Խուսափեք յուրաքանչյուր տեսակի գործարքներից։ Խուսափեք որևէ ապրանք, տրանսպորտ, զարդեր կամ թանկարժեք իրեր գնելուց կամ վաճառելուց։ Եթե դուք արդեն սկսել եք աշխատել, ապա երբ գա այն ժամը, որը որ ես կնշեմ, ապա մի դադարեցրեք ձեր աշխատանքը, այդ դեպքում ձեզ չի խանգարի դա։ Եվ եթե մարդիկ կլինեն, ովքեր որ կցանկանան 1 տարվա կանխատեսումը, ժամերը կանգնած դիրքը իմանալու համար, որ այս ժամերին ոչինչ չի կարելի անել, ապա կարող եք եւս դիմել admin-ին, նա ձեզ կպատասխանի։ Բոլոր պայմանները կարող է ձեզ ծանոթացնել։ Բայց միայն պարտադիր պետք է լինի այն նշածս գործերը, այն հարցերը, որի համար չի կարելի ուղղակի այդ օրերին ոչինչ գործեր անել։ Յուրաքանչյուր երկիր, անգամ քաղաք, այդ երկրի քաղաքը, օրինակ Հայաստանի համար Արտաշատը, Աշտարակը եւ այլն, Էջմիածինը, այդ բոլորը ժամային գոտիներ ունեն, եւ ես ընդհանուր նշում եմ ժամերը, դուք կարող եք, եթե ապրում եք մարզերում, կարող եք մի քանի րոպե այս կողմ, մի քանի րոպե այն կողմ չանել այդ նշածս գործերը։ Եվ այսպիսով երկուշաբթի օրը, հունվարի 12-ին, ժամը 9:38-ից մինչև 10:49 չի թույլատրվում ոչինչ անել։ Հունվարի 13-ին, ժամը 15:31-ից մինչև 16:42։ Հունվարի 14-ին, ժամը 13:11-ից մինչև 14:21։ Հունվարի 15-ին, ժամը 14:22-ից մինչև 15:33։ Հունվարի 16-ին, ժամը 12:00-ից մինչև 13:11։ Հունվարի 17-ին, շաբաթ օրը, ժամը 10:49-ից մինչև 20:00։ Եվ կիրակի օրը, հունվարի 18-ին, ժամը 16:47-ից մինչև 17:58։ Այսքանը սիրելիներս, սրանք վերցված են հստակ մոլորակներից, որոնք որ շատ վնասակար կլինեն, եթե ինչ-որ մի բան ձեզ համար ստեղծեք։ Անեք այն, ինչ որ չի կարելի անել։ Ընդամենը 1 ժամ է, 1 ժամ 10 րոպե, ամենաշատը 1 ժամ 14 րոպե, դա ամենաշատն է լինում։ Կարող եք դիմանալ եւ այդ 1 ժամը ոչինչ չանել հանուն ձեր երջանկության, հաջողության, այն ինչ որ պետք է անեք ձեր ապագայի համար։ Եթե գիտեք, որ այս կամ այն մոլորակները ձեզ խանգարում են, որպեսզի դուք կատարեք ոչ թե գործողություն, ապա ավելի լավ է կանգ առնեք։ Դուք հենց դրա համար եք դիմում խորհրդատվության, որպեսզի դուք իմանաք այս կամ այն մոլորակները որտեղ են գտնվում եւ ինչու է ձեզ մոտ այդքան անհաջողություն։ Սա նույնն է, ավելի է հեշտացնում ձեր գործերը։ Այսքանը լավ եղեք։